Հայրենակիցներ քննարկում է առողջապահության մշտական հանձնաժողովի հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Մի հանձնաժողով, որը պետք է իրականացնի առողջապահության նախարարության գործունեության խորհրդարանական վերահսկողությունը, առողջության պահպանման համակարգի գործունեությունը, ընդհանրապես առողջության պահպանման իրականացման ընթացքը։ Ես այսօր կանդրադառնամ միայն առողջապահության ապահովագրության համակարգին, նրա իրականացմանը եւ ինչ ընթացքով է այն այսօր ներդրվում։ Եվ բնականաբար այդ ներդրումը այս իշխանությունների հիմնական խոստումներից էր եւ ենթադրվում էր, որ համակարգի կյանքի կոչմանը պետք է իշխանությունը նախապատրաստվեր իշխանություն գալու հենց առաջին օրվանից։ Ասել է թե արդեն 7 եւ ավելի 8 տարի գրեթե պետք է պատրաստվեին ու պատրաստվում էին համակարգի ներդրմանը։ Իսկ ինչ ունենք այսօր իրականում։ Անցյալ տարի դեկտեմբերի 2-րդ կեսին ընդամենը բերվեց համապատասխան օրենքի նախագիծը, ափալ-թափալ ընդունվեց, առանց անհրաժեշտ կարգերի, շրջաբերականների, հունվարի 1-ից այն սկսվեց գործարկվել։ Եւ այդ գործարկումը ենթադրվում էր, այդպես էլ պետք է լիներ, վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, ինչը ինչ որ իմաստով այդպես էլ պիտի լիներ, այո, որովհետև առանց նախապատրաստության ափալ-թափալ ներդրումը 15 օրվա մեջ չէր կարող շրջաբերականների կարգերի անհրաժեշտ փաթեթ ապահովել։ Մինչև օրս հանրությանը եւ առավել եւս համակարգը կյանքի կոչող բուժ աշխատողներին հայտնի չէ, թե այդ փաթեթում ներառված բուժ ծառայությունների դիմաց բուժ անձնակազմը ինչպիսի վարձատրություն է ստանալու։ Եվ Տիկին Բաթոյանը նշում է, որ այո, բուժանձնակազմը ամենակարևոր բաղադրիչն է, այո, Տիկին Բաթոյան, ոչ մեկը դա չի հերքում, առանց բուժ անձնակազմի հնարավոր չէ նման համակարգ կյանքի կոչել, բայց այս պարագայում բուժ անձնակազմը իրավունք ունի գոնե իմանալ, թե ինքը որ ծառայության համար ինչքան է վարձատրվելու, թե այդ իրավունքը չունի, ԿՊ-ն պիտի որոշի ում ինչքան տա, երբ տա, ոնց տա եւ ինչ հաշվարկներով տա։ Սա է հիմնական խնդիրը, որի մասին ես ուզում եմ բարձրաձայնել։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ հանձնաժողովի նիստերում, ԱԺԼ նիստերում, այդ համակարգի կիրարկման շրջանակներում արկա խնդիրներից բուժ անձնակազմի վճարների շատ խայտառակ ցածր լինելու մասին։ Եվ ի պատասխան դրան Տիկին նախարարը հայտարարել է, որ բժիշկների աշխատանքը ըստ արժանվույն գնահատված է եւ նրանք էժան աշխատուժ չեն, ինչպես ես էի անվանել։ Փաստորեն իրենք ցածր են վարձատրում, արժանվույն չեն գնահատում, փոխնախարարի մակարդակով համացանցում ծաղրում են բժիշկներին վիրավորանք չի, բայց երբ որ ես դա անունով կոչում եմ վիրավորանք է, շատ հետաքրքիր տրամաբանություն է։ Որպեսզի ունենանք հստակ պատկերացում այդ փոխհատուցումների բավարար լինելու մասին, ես գրավոր դիմել եմ նախարարությանը։ Խնդրել եմ տրամադրել, թե փաթեթում ներառված բուժ ծառայությունների համար համակարգում ինչ չափի փոխհատուցման, ինչ չափեր են նախատեսված, նաև համավճարի համատեքստում։ Դիմել եմ հունվարի 23-ին, մինչև օրս պատասխան չեմ ստացել։ Սահմանված ժամկետը վաղուց արդեն խախտվել է։ Իսկ ինչու չեմ ստացել, հարց չի առաջանում ձեզ մոտ։ Չեմ կարծում, որ այդ ցանկերը պետական գաղտնիք են։ Կարող է կառավարության հաստատված ցանկեր, մեթոդաբանություն, կարգեր դեռևս չկան։ Կարող է հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել այդ ծախսերի հատուցման չափերը։ Կարող է տարբեր բուժ կենտրոններ ստանալու են ու ստացել են տարբեր փոխհատուցումների չափեր եւ նախարարությունը չի ուզում բարձրաձայնել, որ իր սրտի ուզած բուժ կենտրոնները չերևան։ Եթե ոչ, ապա ինչպես են կատարվել փոխհատուցումները, ինչ հաշվարկներով են կատարվել փոխհատուցումները։ Խոսքը ելի եմ կրկնում, ոչ թե կատարված X քանակությամբ ծառայությունների դիմաց վարձատրությունն է, այլ կոնկրետ ծառայության դիմաց ինչ վարձատրություն։ Այս ամենը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ հատուցման չափերը իրոք խայտառակ ցածր են եւ Տիկին Ավանեսյանը խուսափում է այն ներկայացնելուց։ Առողջության պահպանման համակարգի գործունեությունը սկսելուց առաջ նախ պետք էր լայն քննարկում կազմակերպվեր մասնագիտական համայնքի ներկայացուցիչների, առողջապահության ոլորտի փորձագետների, շահառու կողմերի հետ եւ շատ լավ է, որ մեր ընդդիմության բարձրաձայնումից հետո հանձնաժողովի ապագա ընտրվող համոզված եմ, նախագահը խոստացավ, որ վերջապես կարձագանքի բժիշկների հանրույթին եւ կկազմակերպի նման լսումներ, շատ լավ բան
բան է, թեկուզ ընդդիմության առաջարկից հետո գովելի է։ Առանց բժշկի ու բուժանձնակազմի, առանց ավագ, միջին ու կրտսեր բուժաշխատողի չկա առողջապահություն, Տիկին Բաթոյան, այո, չի կարող լինել առողջության պահպանում։ Համակարգի իրականացման ամբողջ ծանրաբեռնվածությունը հենց բժիշկների ու բուժքույրերի ուսերին է։ Ուրեմն պետք է նրանց հետ ամենօրյա ռեժիմով հանդիպել, նրանց հետ անընդհատ լսել անընդհատ նրանց բարձրացած խնդիրները եւ փորձել անընդհատ այդ խնդիրներին լուծումներ տալով համակարգը կյանքի կոչել իրական ցանկությունով։ Հանրությունը շատ լավ գիտի, թե ինչքան անznորացաբար կարող են աշխատել մեր բժիշկները COVID-ի վկա, հա, բայց այն ժամանակ դա միանգամից էր, նրան նախապատրաստվել պետք չէր եւ ամեն հարց հենց տեղում բժիշկների կողմից լուծում էր։ Հիմա բոլորովին այլ իրավիճակ է։ 7-8 տարի նախապատրաստվելու ժամանակ կար եւ մի բերեք, փորձեք այս համակարգի բարդությունները, այս համակարգի ծանրաբեռնվածությունը դնել ամբողջությամբ բժիշկների ու բուժաշխատողների ուսերին։ Դուք գիտեք ինչ վարքագիծ եք դրսևորում։ Մենք ԿՊ-ն, մենք որոշել ենք, դուք իրականացրեք։ Մենք խոստացել ենք, դուք իրականացրեք։ Մենք պարգևավճար կստանանք, բայց դուք ցածր աշխատավարձով այդքան ծանրաբեռնվածությունը իրականացրեք։ Սա է ձեր վարքագիծը, սա է ձեր տեսակը։ Իսկ ինչու, որովհետև դուք ավելի լավ գիտեք, թե ում ինչ խոստումներ եք տվել, ինչի դիմաց եք տվել եւ ինչ պատժի եք հանդրադառնալու, երբ այդ խոստումները չկատարեք։ Եթե դուք իսկապես հանրության մասին մտածեիք, ապա այս համակարգը, որը խիստ կարևոր համակարգ է եւ ամբողջ հանրության կողմից սպասվելիք համակարգ է, այս համակարգն իրականացնող բժիշկներին ըստ արժանվույն գնահատականի կարժանացնեիք, ըստ արժանվույն աշխատավարձի կառանձնացնեիք։ Եվ հիմա դուք ինչ եք անում ձեր քաղաքականությամբ, ըստ էության բժիշկներին շատերին ստիպում եք տեղափոխվել մասնագիտական այլ ոլորտներ, որոնք այս փաթեթի մեջ ներառված չեն։ Ձեր այս քաղաքականությամբ շատ մասնագետներ պետք է գնան մասնավոր ոլորտ, որտեղ պայմանագրեր չկան կնքած։ Դուք դա եք անում այս քաղաքականությամբ։ Եթե բժիշկը իր տեղում չի գնահատվում իր աշխատանքի դիմաց ըստ արժանվույն, ուրեմն նա շատերը գնալու են այլ ոլորտներ, վերապրոֆիլավորվելու են, շատերը գնալու են մասնավոր ոլորտ, Աստված միանացե շատերն էլ արտագաղթելու են։ Սա է իրականում հանրության առողջության մասին մտածելը։ Ոչ, դուք մտածում եք մինչև հունիս։ Ինչ որ կերպ յոլատ անել այս համակարգը, թող բժիշկներ իրենց ծանրաբեռնվածությունը այսպես կատարեն, հունիսից հետո այդ ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով։ Ինչ լինում է թող լինի։ Եթե դուք իսկապես հանրության մասին մտածող լինեիք, նման քաղաքականություն բժիշկների նկատմամբ չէիք անի։ Եվ ես համոզված եմ, սիրելի բժիշկներ, դուք այո, պայքարել եք, պայքարելու եք ձեր աշխատանքի ըստ արժանվույն գնահատականի համար։ Ճիշտ եք անում եւ երբեք թույլ չեք տալու, որ ձեր ուսերին ծանրաբեռնություն դնելով ԿՊ-ն վերընտրվի։ Սիրելի հանրություն, դուք համոզված եղեք, որ այո, առողջապահության համակարգը դա այն կարևոր համակարգերից է, որ երբևէ որևէ իշխանություն կարող է առաջարկել հանրությանը, բայց այդ համակարգը գործելու շարունակելիությունը խիստ վտանգված է։ Այս համակարգի գործունեությունը այս իշխանության օրոք լավագույն դեպքում մինչև հունիս է, որովհետև ոչ որակի կատարման մեխանիզմներ կան օրենքում նախատեսված, ոչ վերահսկողության մեխանիզմներ կան նախատեսված օրենքում, եւ հարց է, թե ինչպես է կատարվելու ֆինանսական վերահսկողությունը խորհրդարանի կողմից, եթե ոչ կան այդ վճարման չափերը, եթե ոչ կան այդ հստակ թվային տվյալները, որ փաթեթի որ ծառայությունը ինչքան է գնահատվելու, վերլուծություն չկա, արդեն երրորդ ամիսն է, որ ծառայության համար դիմելություն ինչքան է, սրանք բոլորը անհրաժեշտ տվյալներ են ֆինանսական վերահսկողություն իրականացնելու, որի մասին ոչինչ չի խոսվում, որի մասին որևէ մեխանիզմ օրենքում նախատեսված չէ եւ հետեւաբար էլի կրկնում եմ, դուք այս ամենը անում եք վերընտրվելու նպատակով, ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով, իսկ վերընտրվել դուք հաստատ չեք կարող, որովհետեւ հանրությունը այո կարիք ունի այս համակարգին, հանրությունը այո վաղուց է սպասում այս համակարգին, բայց նման նախապատրաստությամբ համակարգը աբսուրդ է։